Ես երկու հարց ունեմ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Իմ կարծիքով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ հետեւաբար Ռուսաստանը իրենց շատ վատ են դրսևորել 22 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց մեր ինքնիշխան տարածք եւ իդեպ այնտեղից դուրս էլ չի եկել, ՀԱՊԿ որևէ բան չձեռնարկեց, որպիսի պաշտպանի իր անդամ երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հիմա իշխանության գալով դուք շարունակելու եք ՀԱՊԿ-ից դուրս գալու process-ը, թե կփորձեք վերականգնել այդ իմ կարծիքով անօգուտ կազմակերպության հետ կապը։ Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք այդ process-ները, ինչի համար ՀԱՊԿ-ը իրեն այդպես է պահել, ինչի համար Ռուսաստանն է իրեն այդպես պահել։ Եթե տեսանք, ինչպես դուք ասեցիք, անիմաստ կազմակերպություն է, իհարկե դուրս են գալու, բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, արդեն քանի տարի է գոռում են դրա մասին, ինչը կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ պրծնել։ 4 տարի, բայց ինչի համար դուրս չեն գալիս։ Ուրեմն պատճառ կա, որ դուրս չեն գալիս։ Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիևը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Էրդողանը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, չուսումնասիրենք պատճառները։ Կա, ինչպես իրենք են ասել, սառեցրել են։ Ինչ են սառեցրել։ Դա չեն սառեցնում, կամ դուրս ես գալիս, կամ դուրս չես գալիս։ Ինչն է սառեցնում։ Մենք եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ը անգործություն է ցուցաբերել եւ հիմա էլ մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ։ 4 տարի չենք տանջվելու, որ բացատրենք մարդկանց, մենք սառեցրել ենք, նստենք սպասենք, թե ով է մեր գլխին տալիս։ Իսկ փոխարինող դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, վաղ առավոտ դուրս են գալիս։ Փոխարինողը ով է։ Այնա թող Մակրոնը ստեղ էր, մեկ կարար սիրուն պայմանագիր ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում։ Ես դեմ չեմ, ես ուրախ կլինեմ։ Թող Ամերիկայի հետ ստորագրի, նորից ավելի ուրախ կլինեմ։ Բայց ունենք ինչ ունենք, ունենք ՀԱՊԿ-ը, ունենք Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր։ Հիմա մենք դուրս ենք գալիս եւ մնում ենք Ալիևի երաշխավորության տակ։ Դա ինչի է բերելու մեր երկիրը։ Դրա համար ցանկացած այդպիսի հարցերին մենք էմոցիոնալ չենք վերաբերվելու։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար։ Եթե մյուս պետությունների մասով այսքան վստահ ես չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից կարող ենք ավելի շատ օգտվել։ Բայց անել էմոցիոնալ քայլեր, ինչը կլինի ճակատագրական մեր երկրի համար, մենք չենք անելու դա։ Մենք ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու այս process-ներին, տարիների ընթացքում։ Կարող է զարմանաք, ես նույնիսկ Նիկոլ Փաշինյանից էլ եմ հարցնելու ինչ է կատարվել, որ հասկանանք խնդիրները։ Այ իր սխալն էր, որ փորձառու մարդկանցից չհարցրեց ոնց պատերազմ վարեմ։ Գնաց, արագ ստորագրեց, հանձնեց, վազելով եկավ եւ սկսեց Հայաստանում մեղավորներ ման գալ, թե խի չեք մեռել, դու խի չես մեռել, այն մյուսը խի չի մեռել։ Հասկանում եք։ Դա նրանից է, որ ինքը ասելու բան չունի։ Երբ մարդ ասելու բան չունի, սկսում է զառանցել։ Իրենք հիմա զառանցում են։ Երկրորդ հարցը Սնկի մասին չեմ ուզում այսօր ասել։
Սնկերի մասին։ Ոչինչ։ Չէ, ավելի լուրջ հարց ունեմ։ Ամենաաշխարհի սիրուն դատը կլինի դա։ Անցած տարվա օգոստոսի 8-ին երակողմ հռչակագիր է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան ԱՄՆ եւ երկկողմ ԱՄՆ-ի մասնակցությամբ, Թրամփի մասնակցությամբ նաեւ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Լավն են թե վատն են ուրիշ հարց։ Բայց դրանք փաստաթղթեր են ոչ թե Փաշինյանի եւ Ալիևի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իշխանության գալով դուք պատրաստում եք դա վերաբանակցել եւ դարձյալ բացասական փորձի մասին ասեմ, որ ամենավատ բանը հայտարարել, որ ես սկսելու եմ զորեական կետից։ Ես արդեն դրան պատասխանել եմ, մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից։ Մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք։ Ցանկացած դրած ստորագրություն դա պետության ստորագրություն ենք մենք համարում։ Եթե մենք ամեն ինչից սկսեցինք վախենալ, փախնել, նորից խապկանքներով բոլորին են, որ ասում են ֆռցնել, մենք լավ բանի չենք գալու։ Մենք ուսումնասիրելու ենք, քայլ-քայլ շարժվելու ենք առաջ։ Գլխավորը լինելու է մեր պետությունը դրանից օգտվում է, թե վնասվում է։ Եթե մեր պետությունը օգտվում է, նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք։ Եթե ես զգամ, որ մեր պետությունը դրանից տուժվելու է, 300,000 ադրբեջանցին վազելով լցվելու են Հայաստան, մի քանի տարվա ընթացքում դառնան միլիոնավոր ադրբեջանցիներ, իհարկե մենք դա կանգնեցնելու ենք։ Դրա համար ասում եմ, հենց առաջի օրենքը ընդունելու ենք, մենք այդ օրենքը նույնիսկ կոչելու ենք հակասաֆարովների օրենք, որպեսզի չգան լցվեն մեր երկիր, չգնեն մեր հողերը։ Մենք շատ հողեր չունենք, հենա 240 կիլոմետրը նվիրել են մի հատ ձայն էլ չեն հանում։ Անենց են մոռացել այդ հողերի մասին, ոնց որ իրենք են զավթել Ադրբեջանից այդ հողերը։ Իհարկե մենք այդ հարցով հետևողական բանակցություններով չեմ ասում պատերազմ ենք հայտարարելու։ Բանակցություններով եւ ես վստահ եմ, որ դա մենք հետ ենք բերելու։ Բայց եթե մենք Ադրբեջանի հետ ուզում ենք դառնանք լավ հարևաններ, ուրեմն ոչ իրենք են պահանջատեր լինելու մեզ, ոչ մենք ենք իրենց։ Միայն այդ դեպքում մենք ունենանք լավ հարաբերություններ։ Իսկ եթե իրենք զավթեն մեր հողերը ու ասեն դե այսօրվանից արդեն լավ Սյունիքը տանեն, ասեն դե եկեք այսօրվանից լավ հարաբերություն ունենք արդեն։ Հետո դրա համար հետևողական ճիշտ քայլերով գնալու ենք առաջ։ Խորհրդակցելու ենք փորձառու մարդկանց հետ։ Չենք մեծամտանալու, ինչպես Փաշինյանը հենց առաջին օրից արեց դա։ Եթե ինքը նորմալ մարդ լիներ, ինչ եղել էր։ Վերջը կային նախագահներ, ովքեր այդ process-ի մեջ տարիներ էին արդեն։ Կհավաքեր, խորհրդակցեր, ճիշտ է ինչ քայլերով գնանք Արցախը պաշտպանենք։ Չարեց։ Որովհետև միգուցե իրան բերել էին այս նպատակով, ես չգիտեմ։